Բարի երեկո, եթերում Art Focus-ն է։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ խորագրով միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեց բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ Աստվածուհուն վերագրվող գլխաքանդակը, նաև ձեռքը։ Ցուցադրությունը ներկայացրեց նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից շուրջ 6 տասնյակ ցուցանմուշ, որոնք խորհրդանշում են Մայր Աստվածության գաղափարը հեթանոսությունից քրիստոնեություն, քարից մինչև մետաղ, կավ և թել։ Ցուցադրությունը աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց, մեծ քանակությամբ այցելուներ եկան դիտելու այս ցուցադրությունը։ Որն է ցուցադրության հաջողության գրավականը։ Ցուցադրության և անշուշտ Հայաստանի պատմության թանգարանում վերջին տարիներին տեղի ունեցող փոփոխությունների մասին կզրուցենք թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ կրկին հյուրընկալելու համար։ Սիրով, եւ կուզեի սկսեինք պատմական ակնարկից, անդրադառնանք մեր այսօրվա հանդիպման այսպես չակերտյալ մեղավորին, Անահիտ Դիցուհու քանդակին։ Կա տեղեկություն, որ այս քանդակից մնացած հատվածները հայտնաբերվել են 1872 թվականին եւ այդ օրվանից քանդակից մնացած այդ հատվածները բավականին այդպես երկար ճանապարհորդություններ են ունեցել, որ ուսումնասիրողներն են զբաղվել այս քանդակով, որտեղից ունենք տեղեկություններ, որ դա հենց Անահիտ Դիցուհու քանդակն է եղել այդտեղ, որտեղ այն հայտնաբերել են, եւ ինչպես է ամենակարևորը այն հայտնվել բրիտանական թանգարանում։ Այո, շատ ուրախ ենք այս կարևոր միջազգային համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի համար մեր թանգարանում, մեր Հայաստանի պատմության թանգարանում եւ իրոք Հայաստանն առաջին անգամ բերվել նմուշներ, որոնք կարծես երկար ժամանակ էին սպասվում այ հայրենիքում եւ շատ հայեր ցանկություն ունեին դրանք տեսնել Հայաստանում, մեզանում պահպանված տարբեր նմուշների հետ համադրությամբ։ Իսկ այս նմուշները դեռևս հայտնաբերման ժամանակահատվածից 1870-ականներից առիթ տվեցին այսպես շատ տարբեր մեկնաբանությունների, քննարկումների եւ հայտնաբերման պատմությունն իսկ շատ հետաքրքիր է, դա մի գյուղացի է հայտնաբերել Սատախ կոչվող պատմական փոքր հայքի, Սատախ կոչվող բնակավայրում եւ արդեն այդ կոսմայան կայսրության կոնտեքստում դա ձեռքից ձեռք է անցնում, ընդ որում Կոստանդնուպոլիսի նավաճառների ձեռքերով, որոնց մեջ կային նաեւ հայեր, եւ ապա հայտնվում է իտալացի հնարվաճառ Ալեքսանդրո Կաստելանի հավաքածուում, որը ամեն կերպ փորձում էր իր հավաքածուն վաճառել բրիտանական թանգարանին։ Իմիջիայլոց բազմաթիվ այլ նաև հետաքրքրություններ կային իր հավաքածուի հանդեպ, բայց այս նմուշները նոր մի այսպես հետաքրքրություն բերեցին նրա այս ցանկություններին եւ հատկապես բրիտանական թանգարանի ժամանակի հայտնի կուրատորներից մեկը Չարլզ Նյուտոնը ուղղակի այսպես սիրահարվել էր այդ քանդակների վրա եւ ինքը հենց կարծում էր, որ դրանք հունարոմեական դիցուհներից Աֆրոդիտեին վերագրվող հրաշալի մի նմուշից մնացած այսպես մնացորդներ են, քանդակներ են, որոնք պետք է բրիտանական թանգարանը ունենա եւ այսպես շատ ջանքեր է գործադրում, Չարլզ Նյուտոնը նույնիսկ կարողանում է համոզել ժամանակի վարչապետին Մեծ Բրիտանիայի Գլաստնին, որ նա միջոցներ հատկացնի այս հավաքածուն եւ նաեւ գլխաքանդակը ձեռք բերելու համար եւ 20,000-ից ավելի ֆունտ պետությունը գումար է հատկացնում եւ բրիտանական թանգարանը փաստորեն գնում է այս նմուշը եւ ձեռքի հատվածը հետագա նաեւ Կաստելանին նվիրում է
արդեն բրիտանական թանգարանին։ Ինչպես ստացվեց, որ դրանք նաև վերագրվեցին Անահիտ Դիցուհուն։ Նախ գտնվելու վայրն է ամենակարևոր պատճառը եւ Մխիթարյան մեր հայտնի հայրերից Ղևոն Տալիշյանն էր, որը նաև գիտեր այդ հնավաճառներին Կոստանդնուպոլսի եւ նույնիսկ նամակագրական կապի մեջ էր շատ հետազոտողների նույն այդ Չարլզ Նյուտոնի հետ եւ նա էր որ այս առաջարկեց այդ գաղափարը որ այդ գտնվելու վայրը շատ կարեւոր է որպեսզի դա բնութագրվի որպես Անահիտ Դիցուհի որովհետեւ շատ մոտ հատվածում գտնվում էր Անահիտի գլխավոր մեհյանը Երիզավանում եւ ամբողջ այդ գավառն էր կոչվում անահիտական Եվ փաստորեն Ալիշյանի այս կարծիքը հետագայում նաև դարձավ շատ կարևոր հանգամանք Միջև հիմա էլ հա շատ դեպքերում կա այս գաղափարը ինքը բրիտանական թանգարանն էլ այդպես այս մեկնաբանությունն էլ է հիմք համարում այդ նմուշների հետ կապված հաճախ ներկայացում է որպես Անահիտ Աֆրոդիտեի կերպարով այո, Սեդաֆե Աֆրոդիտե Անահիտի կերպարով իսկ իրականում պատկերման եղանակը արձանի զուտ այդ հելենիստական ժամանակի ոճով է արված եւ գիտենք նաեւ մեզ մոտ ներկայիս Հայաստանի տարածքից Արտաշատից եւ այլն գտնված մենք էլ ունենք շատ նմանատիպ հելենիստական ոճով արված քանդակներ, այնց նույն ցուցահանդեսում հենց ներկայացված է Արտաշատից գտնված հայտնի Մարմարե Աֆրոդիտեն, հա, հրաշալի մի նմուշ է։ Եվ Արտաշատը հենց մայրաքաղաքն էր, հա, ժամանակի եւ փաստորեն մենք ունենք նաեւ այս մշակույթի շերտը, երբ որ համադրվում էին, հա, հելենիստական շրջանում, հա, այս կերպարանավորումները ժամանակի սինկրետիզմի հայ ոճով արված եւ խնդիրը իհարկե ամբողջ ցուցադրության ընդհանրապես մայրության գաղափարն էր եւ այս քանդակները փաստորեն շատ կարեւոր այսպես իրենց տեղը գտան մեր ցուցահանդեսում այս ամբողջ հայեցակարգի ներքո եւ ուրախ եմ հայտնել նաև որ տպագրված կատալոգում մենք ունենք նաև հրավիրյալ մի հետաքրքիր հետազոտող Լուչիա Գանինգը, հա, որը Լոնդոնի քոլեջի հետազոտող է, նա շատ մի հետաքրքիր հենց հոդված է հեղինակել այս արձանի հայտնաբերման եւ նրա այսպես ոդիսականի վերաբերյալ ուսումնասիրել է շատ արխիվային փաստաթղթեր, այդ թվում նաև բրիտանական թանգարանում պահվող, այդ թվում նաև Ալիշյանին վերաբերվող։ Այնպես որ այս ցուցահանդեսը նաև մի հետաքրքիր կոնտեքստ, հա, առաջ կբերի նաև ժամանակին թե ինչպես էին, հա, այս մշակութային արժեքները երկրից մյուսը անցնելով հայտնվում հայտնի հեղինակավոր թանգարաններում եւ նաեւ դրանով նաեւ նոր այսպես շերտեր են բերում փաստորեն այսօր մեզ համար Իսկ ինչ ծրագրի շրջանակում կազմակերպվեց այս ցուցահանդեսը հայկական կողմի նախաձեռնություններ առհասարակ ինչպես բրիտանական կողմի հետ հաստատեցիք այս համաձայնության եկաք, որովհետև կարծում եմ այնքան էլ հեշտ չպետք է լիներ այդ process-ը, ենթադրում եմ։ Այո, շատ ճիշտ եք, բնականաբար շատ հայերի ցանկությունն են տեսնել այս նմուշները Հայաստանում եւ նաեւ մեր բնականաբար, սակայն շատ կարեւոր էր մեր համագործակցությունը Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը բրիտանական թանգարանի հետ, որովհետև անցած տարի մեկ այլ միջազգային խոշոր ցուցահանդեսների շրջանակում բրիտանական թանգարանին մեր հավաքածուից տրամադրել են 3 շատ հետաքրքիր նմուշներ անտիկ Աքեմենյան ժամանակաշրջանի Հայաստանից եւ մասնավորապես շատ հետաքրքիր էր մի Արչակերտ Պրիտոն Արտաշատից հայտնաբերված ծիսանոթ, հա, որը այս ցուցահանդեսի շրջանակներում շատ հետաքրքիր ձևով տեղի համադրող
համադրողը եւ Մերձավոր Արևելքի դեպարտամենտի նախկին ղեկավարը Ջեյմս Ֆրեյզերը հետաքրքիր մեկնաբանությամբ համադրել էր հենց այս նույն Անահիտիցուն վերագրող գլխաքանդակի հետ եւ նաեւ մեկնաբանությունն էր հետաքրքիր ներկայացվում էր որպես հայ-իրանական աստվածուհի Անահիտա Սա շատ հետաքրքիր թվաց ինձ, ես ցուցահանդեսի բացման ժամանակ ուղղակի սկսեցի փոքր այսպես բանակցել, խոսել Ջեյմս Ֆրեյզերի հետ հնարավոր նմանատիպ համադրությունների շուրջ նաև մեզանում Հայաստանի պատմության թանգարանում, որովհետև ինչպես Լոնդոնում էին դրանք հանդիպել այս նմուշները, մեզ համար էլ հետաքրքիր էր, որ այս նմուշները նաև հանդիպեն Հայաստանում, այլ հայրենիքում, եւ շատ ուրախ էի, որ մեր գործընկերները հետագայում նաև դեպ հանդիպումներ եղավ նաև նախկին տնօրենի Հարթվիկ Ֆիշերի հետ եւ հետո նաև ավելի բարձրաստիճան հանդիպումներ տեղ ունեցան նախարարի մակարդակով շատ կարևոր էր որ մենք այս համագործակցությունը սկսեցինք թանգարանային պրակտիկայում ընդունված մասնագիտական կարևոր մոտեցումով, համագործակցությունների, փոխառությունների եւ նաեւ հայեցակարգերի, հիմքով, որովհետեւ մենք միանգամից խնդիր չդրեցինք, որ մեզ այ հետաքրքիր են այս նմուշները եւ դա ճիշտ էլ չէր։ Մենք խնդիր դրեցինք, որ մեզ հետաքրքիր է այս գաղափարը ունենալ նաեւ Հայաստանում։ Եվ Նաև հաջողությունը հենց դրանում էր, որ նաև այս գաղափարը ընդունելություն ունեցավ նաև մեր գործընկերների կողմից բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհուրդը հավանություն տվեց երկարաժամկետ, բավականին երկար, 6 ամիս ժամկետով, որտեղ բրիտանական թանգարանը մի քիչ այս առումով այդքան էլ հակված չէ նմանատիպ, շատ փոխառությունների եւ այս նմուշն էլ նրանց լավագույն հավաքածուի եւ մշտական ցուցահանդեսում մշտապես ներկայացված նմուշներից մեկն է եւ փաստորեն նրանք հավանություն տվեցին հայեցակարգին եւ գաղափարին եւ բավականին կարճ ժամանակահատվածում փորձեցինք անել մի ցուցահանդես, որը պետք է իր ստանդարտներով, իր չափանիշներով չզիջեր բրիտանականում կազմակերպվող նմանատիպ ցուցահանդեսներին եւ նաեւ բավարարելով այն բոլոր պայմանները, որոնք մեզ արժեվ դրվեց հենց բրիտանական թանգարանի կողմից եւ դա նորմալ է, դա անվտանգության եւ տարբեր տիպի պայմաններ են, ինչպես նաեւ շատ դեպքերում նա ընդունված է սովորաբար նաեւ մենք էլ ենք նմանատիպ պայմաններով տրամադրում առարկաներ մեր գործընկերներին։ Ուրախ եմ, որ նաև ցուցահանդեսի կողքին նաև այլ գործընկերներ կանգնեցին, մասնավորապես ցուցահանդես ունի գլխավոր հովանավոր Կեռոն զարգացման հիմնադրամը, որը որոշակի ֆինանսական նաև հատվածով աջակցեց ցուցահանդեսի կայացմանը, որովհետև բավականին մեծ ծախսեր են պահանջում նմանատիպ միջազգային ցուցահանդեսները եւ բնականաբար մեր գերատեսչությունը, նախարարությունը, թանգարանի հետ միասին եւ բացումն է շատ հետաքրքիր անկախության օրվա շրջանակներում թերևս երևի առաջին անգամ հենց հրապարակում այս միջոցառման կիզակետում հենց թանգարանն էր իր միջոցառմամբ ցուցահանդեսով։ Այո, եւ երեխաները հրապարակից երիտասարդները գալիս էին անմիջապես թանգարան։ Եվ սա շատ ուրախալի փաստ է, կարծում եմ, մեզ համար, որ հենց թանգարանը շատ կարևոր տոնի շրջանակներում հայտնվում է ամենակարևոր հատվածում։ Այո, որտեղ եւ պետք է լինի, որովհետեւ կարծում եմ ցանկացած զբոսաշրջիկ երբ գալիս է, որևէ երկիր, առաջնահերթ թերևս
այդ երկրի պատմությունը ներկայացնող թանգարան է գնում, որպեսզի խորապես հասկանա երկիրը։ Դուք ասացիք, որ այս ցուցադրությամբ ձեր արժև նպատակ եք դրել ցույց տալու առհասարակ մոր դերը, հա, մեր հայկական լեռնաշխարհում այս դարեր շարունակ, հա, եւ դրա համար շատ հետաքրքիր նմուշներ էին ընտրվել այդ նպատակին հասնելու համար, բրոնզեդարյան, հա, մայրությունը խորհրդանշող քանդակներ, Թիֆլիսում մեր հայկական եկեղեցիներից մեկում տեղադրված, հա, վարագույրը, Խորանի վարագույրը շատ տպավորիչ մի ցուցանմուշ, հա, որը ձեր ցուցադրության երկրորդ դահլիճում է տեղակայված, նաև անշուշտ անդրադառնանք, հա, Արտաշատի պեղումներում հայտնաբերված ցուցանմուշներին եւ էլի մայրությանը վերաբերող ցուցանմուշներին, որոնց արդեն դուք էլ անդրադարձաք, եւ հետաքրքիր է, որ նաև գալիս եք խորհրդային շրջան, հա, եւ ցույց եք տալիս արդեն մեր մայր Հայաստանների այդպես պատկերները, ինչ վերաբերմունք է ունեցել առհասարակ հայ ժողովուրդը կամ հա հայկական լեռնաշխարհում ապրող մարդը մորը մայրության այս ընթացքում ինչ եզրահանգումների կարող ենք գալ, հա, այս ցուցադրությունը դիտելով։ Տեսեք, ինքը գաղափարը շատ գլոբալ, ունիվերսալ գաղափար է եւ նաեւ կարծում եմ սա էլ նաեւ ողջևորեց մեր գործընկերներին բրիտանականի, բայց նաեւ ունի իր բնականաբար տեղային առանձնահատկությունները Հայաստանում, հայկական լեռնաշխարհում եւ այս առումով մենք ունենք շատ հետաքրքիր տպավորիչ հավաքածու Հայաստանի պատմության թանգարանում։ Սկսած նոր քարեդարյան շրջանից փաստորեն մենք ունենք կնոջ պաշտամունքին վերաբերվող, հա, հետաքրքիր ցուցանմուշներ, դրանք այսպես արձանիկների ձևով են դրսևորում եւ նաեւ ոչ միայն կնոջ, այլ նաեւ մայրության խորհրդանիշ կնոջ, որտեղ շատերը ուղղակի այսպես հղի կանանց կերպով են ուղղակի պատկերված եւ հետաքրքիր նաեւ նրանց հայտնաբերման այսպես վայրերը, օրինակ վաղ բրոնզեդարյան որոշ նմուշներ նույնիսկ հայտնաբերվել են այսպես օջախներից, կից օջախներին, հա, կից, այսինքն սա խոսում է մի երևույթի մասին, որտեղ անհիշելի ժամանակներից կինը, մայրը հենց օջախի պահապան, նաև երկրի պահապան, նաև այս պահապանն ու շարունակականության գաղափարն էր, հավերժության գաղափարն էր իր մեջ եւ նաև այ ունենք Կարմիր Բլուրի այդ հայտնի վերև պարզած, հա, ձեռքերով կինը եւ կենաց ծառը վրան, հա, եւ նորից հղի կնոջ կերպարով, հա, սա մեկ այլ հետաքրքիր բան է, թե ինչպես է այ նաեւ տեզերքի հետ այդ կապի գաղափարը, հա, շեշտվում։ Ունենք Ուրարտական շրջանը, հայտնի Արուբանի, հա, Աստվածուհու կերպով, որի վզնոցը շատ հետաքրքիր է, խորհրդանշում է առյուծ է եւ հենց այդ Խալդի, հա, գաղափարն էր, որ կինը արդեն նստած այդ դերքով, իր հետաքրքիր զգեստով, հա, ինքը շատ կարեւոր դերակատարություն է ունեցել ընդհանրապես պետության, հա, գաղափարի կոնտեքստում եւ բնականաբար հելենիստական շրջանի հատկապես Արտաշատից գտածոներ, Հայաստանի տարբեր վայրերից գտածոներ, դրանք տարբեր մեդալյոններ են, որոշներին նաեւ տերակոտե արձանիկներ, որոշ դեպքերում ունենք այդ հելենիստական դրսևորումները, որոշ դեպքերում ունենք նոր կրկին մոր մանկան այդ դասական կերպարը դեռևս միջ քրիստոնեության ժամանակից մեզ հասած, հա, դասական մոր եւ մանկան կերպարը, որը խոսում է մի բանի մասին, որ մայրության գաղափարը մշտապես ամենահանհիշելի ժամանակներից, հա, շատ կարևոր է եղել մեր լեռնաշխարհում եւ այսօր էլ կարևոր է, որովհետեւ այ երկրորդ սրահը արդեն անցնում ենք դեպի քրիստոնեության ժամանակաշրջան եւ այնտեղ էլի նմուշներ ունենք Դվինից, Անիից, հա, եկեղեցական վարակույրներ, տարբեր ծիսական պարագաներ եւ ընդհանուր էթնոգրաֆիկ, հա, աղամաններ, հա, ալի կնոջ պատկերով, որոնք այ մասնագետներից մեկի ազգագրագետներից, օրինակ Վարդ Բդոյանը այդ աղամանները ուղիղ կապ է տեսնում այդ Անահիտի, հա, պաշտամունքի հետ։
Եվ դրան մենք համադրեցինք նաև այդ Մայր Հայաստանի կերպարը, որովհետև միջ անկախության շրջանի, նույնիսկ առաջին հանրապետության շրջանում մեզանում տարածված էր այդ կնոջ կերպարը, Մայր Հայաստանի, տխուր իհարկե նստած, այդ ավերակների վրա կնոջ կերպարը, որը շատ հետաքրքիր է երկիրն ու կնոջ էլի այդ ասոցիացումը, Մայր հայրենիքի, երկու բառերն էլ Մայր, հայր, այդ ծնողների այդ գաղափարն էր էլի շուրջը եւ շատ խորհրդանշական է տեսնել այդ ներկայիս հանրապետության առաջին ոսկյահուշա դրամը, դա էլի կրկին Անահիտի տեսքով է։ Եվ մենք նայում ենք այն նամականիշները, առաջին նամականիշը էլի Անահիտի, սերիայի պատկերով է։ Եվ դրամը ամենաբարձր արժեքի առաջի սերիայի դրամներից վրա է, էլի Անահիտն է։ Ինչ հետաքրքիր կապ կա, ինչու հենց Անահիտը, սա շատ կարևոր է, թե նաև ենթագիտակցորեն մենք ոնց ենք, մայրության գաղափարը զգում եւ այ խորհրդային էլի շրջանում այսօր արդեն իհարկե կանգնած, դա անցած չի, այսօր ներկա են չկանգնած են այդ Մայր Հայաստանի կոթողները եւ Երևանում եւ Գյումրիում, այլ կերպով էլի կնոջ, հայրենիքի պետության հետ ասոցացնելու էլի գաղափարը։ Սրանք բոլորը պտտվում են, եւ նաեւ կպտտվեն դեռ երկար, կարծում եմ, շատ կարեւոր մի գլոբալ խնդրի շուրջ, որ մայրության գաղափարը դա հենց հավերժության, ապագայի զարգացման, շարունակականության մշտական այս կարևոր խնդիրը ունի մեր մեջ մեզ համար։ Եվ կարծում եմ նաև ոչ միայն մեզ համար, եւ պատահական չէր նաև որ այդ անկախության օրը նաև այսպես հենց բացումը տեղի ունեցավ, շատ կարևոր է որ սա նաև ասոցացվեր նաև պետականության հետ, որովհետև հենց ինքը Անահիտը եղել է Հին Հայաստանի հովանավոր աստվածուհի, եւ պատահական չէ որ Տիգրան Մեծի հակառակ դրամի հակառակ երեսին կա Տիխե աստվածուհին նստած, դա Անտիոքի հովանավոր աստվածուհին էր։ Կամ Արտաշատի, էլի աստվածուհի ունենք այդ դրամի վրա, այսինքն քաղաքների հովանավորին են, նույնիսկ աստվածուհիներ են։ Եվ այսօր, ինչքան են մեր մոտ տիրամոր պատկերումը Մայր Աստվածածնին եկեղեցիները, նույնիսկ մենք մի հետաքրքիր ֆոտո նախագիծ արեցինք մեր թանգարանի լուսանկարիչը Վրամը Հակոբյան գնաց տարբեր մարզեր եւ բերեց, այսպես գործող Մայրամ Աստվածածիսների այդ խորանները եւ դրանք հավաքվել են մեկտեղում ցույց տալու համար, որ դա կենթանի է այսօր, Աստվածամոր նվիրված եկեղեցիները, եթե չաթերևս երևի ամենաշատն են։ Պարոն Պողոսյան, մենք 2 տարի առաջ ենք զրուցել այս տաղավարում եւ այդ շրջանում ես հիշում եմ որ թանգարանը վերազինվում էր, շենքային պայմաններն էին կարգավորվում, այդ տեսանկյունից այսօր որ փուլում եք նաեւ այն ժամանակ դեռ մշտական ցուցադրությունները բոլորը չէին որ վերաբացվել էին եւ այս շրջանում գիտեմ որ մի շարք նոր ցուցադրություններ են ձեզ մոտ բացվել, այսինքն մշտական ցուցադրությունների, մի շարք սրահներ վերաբացվել են, որ փուլում է այսօր պատմության թանգարանը, կարելի է ասել որ բոլոր այդ հարցերը որ պետք է լուծեիք այն շրջանում այսօր հասել են որոշակի այսպես ավարտի։ Դժվար է ասել որ հասել են ավարտին, որովհետև դա այսպես շարունակական մի գործընթաց է։ Կարող ենք ասել, որ ավարտվեց մի կարևոր փուլ այդ օդափոխության համակարգերի վերջնական այդ տեղադրման եւ նաեւ գործարկման փուլը։ Սակայն դրանից հետո կարևոր է այսպես շարունակական վերաբացումը թանգարանի եւ նորովի վերաբացումը որոշակի ինչքան հնարավոր է նոր մոտեցումներով, իսկ դա բավականին ժամանակատար մի գործընթաց է։ Այս տարի մենք շարունակեցինք վերաբացել ցուցասրահները եւ արդեն իսկ թանգարանում գործում է 10-ից 14-րդ դարերի հատվածը։ Եվ այս տարվա վերջ նախատեսում ենք նաև ունենալ Կիլիկյան Հայաստանի հատվածը։ Մնացած հատվածները նախատեսելով նաև հետագա տարիներին կրկին վերաբացել,
Իհարկե ես կուզենայի, որ միանգամից վերաբացվեր, բայց դա հսկայական մի աշխատանք է, մեծ ռեսուրս է պահանջում եւ նաեւ այս արագության մեջ այդքան բան տեղի չունենում։ Միշտ բոլոր թանգարանները, երբ որ փակվում են նորոգման, առնվազն 5-ից 10 տարի է տևում նրանց վերաբացում, հատկապես ազգային թանգարանների դեպքում է։ Մեր դեպքում պետք է ասենք, որ մենք շատ այսպես արագ ենք, վերաբացվել, որովհետեւ հաստորեն մեր մշտական ցուցադրությունների կեսից ավելին հիմա արդեն բացված է, սկսած հին շրջանից մինչև միջնադար եւ նաեւ բնականաբար նախատեսում ենք, որ հետագա մոտակա տարիներին, որ ամբողջականանա մշտական ցուցադրությունը եւ դրանք զուգահեռ նաև տարբեր այսպես ժամանակավոր ցուցահանդեսների, նախագծերի, որոնք պետք է թանգարանը անի։ Անշուշտ, այո։ Եվ նաև այլ աշխատանքների, պահպանության, վերականգնման, բավական այսպես գործառույթներ կան թանգարանի առջև, որ պետք է իրականացնել։ Մեզ համար կարևոր է նաև հենց արդիականացնել այդ պահպանության, եւ վերականգնման հատվածները, աշխատանքները, որը բավականին ժամանակ եւ ռեսուրս է պահանջում։ Այո, ուզում եի հարցնել, ինչ վիճակում են նաև պահոցները եւ վերջերս մի տվյալ տեսա, համաձայն որի Հայաստանում առհասարակ վերականգնողների քանակը զարմանալի քիչ էր, հաշվի առնելով մեր պատմական ժառանգությունը, հիմա չեմ ուզում այդպես սխալվել, բայց անհավանական փոքր մի թիվ էր։ Ինչպես եք լուծում այդ հարցերը, ես գիտեմ, որ թանգարանում կա լաբորատորիա, կարելի այնպես անվանել, որտեղ այդ պրոցեսները տեղի են ունենում, քանի աշխատակից ունեք, ինչպես են իրենք կարողանում այդ ամբողջ վերականգնման պրոցեսները իրականացնել։ Մեր լաբորատորիան փոքր է, մեծ չէ, 6 հոգի աշխատակիցներով, հաստիկները այդքան են նախատեսված, այն դեպքում շատ դժվարին, բայց պատասխանատու աշխատանք է տարվում եւ հազարավոր նմուշներ են ուղղակի անցնում մեր մասնագետների ձեռքի տակով եւ իրոք ճիշտ է, որ վերականգնման գործը Հայաստանում դեռ կարիք ունի շատ կողմերով վերարժևորելու, զարգացնելու, այդ ուղղությամբ կրթական մասնագիտական կրթության հարցն է օրակարգում վերջին տարիներին ակադեմիայում կամ այլ հաստատություններում պրակտիկ գիտելիք որ ստանան նկարիչները կամ մեզ մոտ դրանք այսպես վերապատրաստման հիմնականում վերապատրաստում կամ թանգարաններում աշխատանքի արդյունքում են մեր մոտ վերականգնողները կարելի ասել շատ հենց հմտությունները ձեռք բերում եւ կայանում բայց վերջի տարիներին պետական այսպես կարևոր այսպես մոտեցում կա եւ դա զգալի է հիմա նաեւ կարգեր են մշակվում վերականգնողների հետ կապված եւ վստահ եմ որ նաեւ կրթությունը այս առումով որոշակի այսպես զարգացումներ կունենա որովհետեւ ճիշտ է որ Հայաստանի նման խոշ մեծ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրին անհրաժեշտ են նմանատիպ շատ մասնագետներ, որոնք շատ կարևոր դեր ունեն եւ ոչ միայն վերականգնողներ, նաեւ պահպանողներ, գիտաշխատողներ, հետազոտողներ, տարբեր տիպի մասնագետներ, որոնց բոլորի դերն էլ կարևոր է այս համալիր աշխատանքները պատվով իրականացնելու համար։ Այո, մարդիկ, որոնք ըստ էության նաև պետք է բարձր որակավորում ունենան եւ բազմակողմանի գիտելիքի տիրապետեն այս ոլորտում իրապես լիարժեք աշխատելու համար։ Եվ նվիրյալ լինեն ամենակարևորը։ Այո, որովհետեւ մեր թանգարաններում դեռ վաղուց ավանդույթն է այդպես եւ կարծում եմ դա լավ է, հիմնականում նվիրյալներն են, որ երկար ժամանակով ներգրավում են եւ անկախ ամեն ինչից իրենց գործը կատարում են հնարավորինս բարձր մակարդակի, որովհետեւ մենք հիմա նաեւ շփվում ենք տարբեր գործընկերների հետ, միջազգային հեղինակավոր թանգարանների հետ
Իհարկե ռեսուրսների տարբերությունը շատ է, բայց հաճախ նաև թյուր են կարծիքը, որ մենք մասնագիտական առումով զիջում ենք, հատվածներ կա, որ մեզ մոտ մարդիկ ուղղակի անհնարին են անում եւ անում են ավելի արագ, ավելի կարճ ժամանակահատվածում, քան թե ասենք կարվեր նմանատիպ գործը շատ ավելի հեղինակավոր շատ թանգարաններում։ Եվ առաջկա ինչ ցուցադրությունների սպասենք, ասացիք, որ Կիլիկիայի, ժամանակաշրջանին նվիրված մշտական ցուցադրություն է բացվելու, ինչ այլ ծրագրեր ունի թանգարանը։ Առաջիկայում նոյեմբեր ամսին նախատեսված է մեկ այլ հետաքրքիր համագործակցություն Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի հետ, Սեն-Ժերմենում գտնվող այս թանգարանը պահպանում է դեռևս 19-րդ դարում ֆրանսիացի երկրաբան հնագետ Ժակ դե Մորգանի կողմից Հայաստանում պեղված եւ այնտեղ տարված հետաքրքիր բրոնզեդարյան նմուշներ եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ այժմ համատեղ փորձում են կազմակերպել մի այսպիսի միջազգային ոչ մեծ մի ցուցահանդես, որտեղ մի քանի նմուշներ կրկին կգան Հայաստան այդ պեղված նյութերից եւ կհամադրվեն մեզանում պահպանվող եւ նաեւ վերջին տարիներին հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբերի ուժերով բացահայտված, հետաքրքիր այլ թանգարաններում նաեւ պահող նմուշների հետ, սա կարծում եմ հետաքրքիր նաեւ գիտական կոնտեքստով մի զուտ ակադեմիական կոնտեքստով մի հետաքրքիր ցուցադրություն է եւ նաեւ պատմական մի հանդիպում կփորձենք ներկայացնել կրկին նմուշների Հայաստանում ցուցահանդեսը կոչվում է Ժակ դե Մորգանի հետքերով 3 եւ այսօր, այս ցուցահանդեսի վրա ենք հիմա աշխատում եւ բնականաբար Կիլիկիայի մշտական հատվածի վերաբացման աշխատանքների, որոնք հուսով ենք կհասցնենք մինչև տարվա վերջ եւ հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր այցելուներին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, սիրով։ Հայաստանի պատմության թանգարանում պահպանվում է շուրջ 400,000 ցուցանմուշ։ 105-ամյա թանգարանը ներկայացնում է մեր պատմության, հոգևոր, նյութական, մշակութային ժառանգության տարբեր կողմերը, շերտերը։ Բաց մի թողեք թանգարանում պահպանվող գանձերը ուսումնասիրելու եւ իհարկե ժամանակավոր ցուցադրությունները դիտելու հնարավորությունը։ Իդեպ Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ խորագրով ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 21-ը։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։